Ուսումնական տարին դպրոցներում մոտենում է ավարտին եւ շատերի մոտ եւ ծնողների եւ երեխաների եւ ուսուցիչների որոշ թեթևության զգացողություն է։ Եվ այդ պատճառով այսօրվա հաղորդումը մենք կնվիրենք ոչ այնքան ամենօրյա օրհասական խնդրի, այլ ավելի երկարաժամկետ մտածելուն կանդրադառնանք։ Եվ կխոսենք նրա մասին, թե ինչպիսի իդեալական կրթություն կարող է լինել Հայաստանում։ Պատկերացրեք 0-ից ստեղծում ենք նոր կրթական համակարգ։ Ինչպիսին կլինի այդ համակարգը։ Մենք գիտենք, որ մեր այսօրվա գործողությունները, որոնք միտված են մեր կրթության բարեփոխումների, հիմնականում կաշկանդված են եւ պայմանավորված են մեր նախկինի կուտակված խնդիրներով։ Դրական եւ բացական ժառանգությամբ։ Այն ամենով, ինչ եկել հասել է մեզ, մեր պատմական ելևէջների եւ տարբեր պետական քաղաքականությունների արդյունքում։ Հիմա պատկերացնենք, որ մենք 0-ից դատարկ դաշտում ստեղծում ենք նոր կրթական համակարգ։ Պատկերացնենք, որ մենք կառուցում ենք մի նոր երկիր եւ այդ երկրում պետք է նոր կրթական համակարգ ունենանք։ Եվ մենք ունենք ամեն ինչ։ Ունենք հնարավորություն ստանալու լավագույն մասնագետների։ Մենք ունենք հնարավորություն կառուցելու շենքեր դպրոցական արագ եւ անհրաժեշտ տեղերում։ Մենք ունենք հնարավորություն մշակել լավագույն դասագրքեր։ Ինչպիսի համակարգ մենք կկառուցեինք։ Այստեղ միշտ կա ցանկություն, կա այսպիսի խաբկանք, որ կարելի է գնալ գտնել մի լավ համակարգ եւ բերել մեր երկիր։ Խոսացել ենք դրա մասին նախկինում, կրկնեմ նորից, այդպես չի լինում, չի ստացվի։ Մենք կարող ենք ունենալ լավագույն կրթական համակարգ, բայց մենք ունենք մեր երեխաներին եւ մեր մարդկանց, որոնք որքան է լավն են, որքան է մենք իրենց սիրում ենք, մենք մեզ ենք սիրում, սակայն միևնույն է ունեն որոշակի առանձնահատկություններ, որոշակի խնդիրներ, դարձյալ պայմանավորված պատմական իրադարձություններով, պայմանավորված իրենց կյանքի փորձով, մեր բոլորիս ընդհանրական փորձով։ Եվ դրանք բերում են նրան, որ ամեն բան չէ, որ այլ տեղերում աշխատում է մեզ մոտ կաշխատի։ Բայց եկեք պատկերացնենք, ինչը կարող է աշխատել եւ լավ կլիներ, որ լիներ։ Կարծում եմ, որ առաջինը, որ մենք պետք է անեինք, մենք պետք է զրկեինք կրթության նախարարությունը դպրոցները անմիջապես կառավարելու գործառույթից։ Մենք պետք է տայինք դպրոցներին հնարավորություն ստեղծվել ինքնուրույն 0-ից սեփական ուժերով, դրա համար մենք պետք է ներգրավեինք ամենատաղանդավոր ղեկավարների, որոնք ունեն կրթության փորձ, իրենց վերապատրաստեինք, լավ աշխատեինք, ուղարկեինք տարբեր երկրներ, որպես իրենք այնտեղ փորձ ձեռք բերեն, տեսնեն, թե ինչպես են աշխատում տարբեր երկրներում դպրոցները, դուրս բերեն իրենց համար որոշակի եզրակացություններ։ Մենք իրենց կդարձնեինք մեծ համայնք ընկերների, գործընկերների, որպեսզի իրենք շփվեին իրար հետ, միշտ իրար պատրաստ են աջակցել, բոլոր խնդիրները իրար հետ քննարկեին։ Եվ ընդհանուր խնդիրները, եւ եթե որոշ դպրոցում կա յուրահատուկ խնդիր, բոլորը պատրաստ լինեին այդ տնօրենին, այդ դպրոցի աջակցել, օգնել, որպեսզի այդ խնդիրը լուծվի։ Որովհետեւ որքան է իդեալական է կրթական համակարգը, միևնույն է ցանկացած կրթական գործընթացում միշտ կան խնդիրներ։ Ուրեմն տնօրենների խումբ, որոնք նվիրյալ են, որոնք լավ կրթված են, մարդիկ, ովքեր ունեն մեծ ցանկություն ստեղծելու աշխարհի լավագույն դպրոցները, եւ մենք այդ մարդկանց տալիս ենք հնարավորություն այդ ստեղծարար գործընթացը առաջ տանել։ Մենք կապավոյինք որոշակի զանազանություն։ Մենք չէինք պարտադրի մեկ ընդհանուր կրթական մոտեցում բոլոր դպրոցներին։ Երեխաները տարբեր են, համայնքները տարբեր են, դպրոցները, շենքերը տարբեր են, որքան էլ մենք մի ազգ ենք, մի ժողովուրդ ենք, միևնույն է ամեն տարածաշրջանում կան որոշակի յուրահատկություններ եւ
մտածողական եւ հոգեբանական եւ մշակութային, որոնք պետք է հաշվի առնել, որոնց չի կարելի ուղղակի շրջանցել, ասել այդպես է լինելու։ Ուրեմն այս մի պահ հասկացանք, ինչպես ենք մենք կազմակերպում համակարգը, ինչ անում այդ դեպքում նախարարությունը։ Նախարարությունը զբաղված է իր գործով, այսինքն սահմանում է չափորոշիչներ, վերահսկում է համակարգի արդյունավետությունը, հավաքագրում է վիճակագրություն, դրա հիման վրա իրականացնում է որոշակի փոփոխություններ կրթական քաղաքականության մեջ, որը ներառում է ֆինանսավորման համակարգի մեջ փոփոխություններ, չափորոշիչների մեջ փոփոխություններ, որը ներառում է որոշակի կադրային քաղաքականության փոփոխություններ եւ այլն։ Մի խոսքով զբաղված է այն գործով, որով պետք է զբաղվի կրթության ոլորտում քաղաքականություն սահմանող կառույցը, ոչ թե խորհրդային կրթական համակարգին տեր կանգնած գերաճած գերկորպորացիան, որ իր մեջ ներառում է ամբողջ մեր հանրակրթությունը եւ չի կարողանում դա մարսել, որտեղ ի վիճակի չէ որևէ կառույց առանց հանճարեղ ղեկավարներ ունենալու եւ թափով ղեկավար համակարգ ունենալու կառավարել միանգամից այդ քանակի մարդկանց։ Ես ձեզ ասեմ, որ այսօր հանրակրթության մեջ ներառված են, աշխատում են 40,000-ից ավել մարդ, դա Facebook-ից էլ ավելի մեծ կազմակերպություն է։ Դա մի ահռելի կազմակերպություն է եւ այդ կազմակերպությունը արդյունավետ կառավարել է կենտրոնացած կերպով բացարձակապես անհնարին է։ Լավ, վերադառնանք մեր լավագույն իրականությանը։ Հիմա ինչ կանենք մենք ուսուցիչների հետ կապված։ Մենք դարձյալ ենթադրում ենք, որ մենք ունենք լավ ուսուցիչներ, այլ ոչ թե արդեն տարիք հավաքած, մի քիչ հոգնած իրենց աշխատանքից եւ ծանր փորձություններով անցած մարդիկ, որոնք արդեն զգում են իրենց աշխատանքը չգնահատված, դրա դիմաց ունենք հակառակը շատ լավ ուսուցիչներ, հիմնականում երիտասարդ, խոսքը գնում է միջին տարիքի մասին իհարկե, 35 տարին է իրենց միջին տարիքը, եւ մենք այդ ուսուցիչների հետ ինչ ենք անում, մենք իրենց սովորեցնում ենք դասավանդել մի քանի առարկա։ Ինչու՞, որովհետեւ Հայաստանը բացի Երևանից հիմնականում բաղկացած է փոքր համայնքներից։ Այսինքն ամեն ուսուցիչ լավ կլինի, որպեսզի կարողանա դասավանդել ոչ թե մեկ, այլ մի քանի առարկա։ Այդ դեպքում մենք ունենանք ավելի կոմպակտ թիմեր, ավելի արդյունավետ դասավանդում, ուսուցիչները ավելի բարձր աշխատավարձ կստանան, որտեղ ավելի շատ ժամեր կունենան եւ ամենակարևորը իրենք կլինեն ահավոր հետաքրքիր մարդիկ, որոնք այդքան տարբեր բաներ գիտեն եւ կարող են դա սովորեցնել երեխաներին։ Էլ ինչ մենք կանենք։ Ամենասկզբից մենք որպես հիմք կդնենք, որ մենք հեռանում ենք գիտելիք փոխանցելու գաղափարից։ Մենք ի սկզբանե առաջնային դնում ենք կրթության առջև պահանջ ձևավորել շատ լավ հայ երիտասարդների եւ Հայաստանի քաղաքացիների մարդկանց, ովքեր կլինեն պատրաստ ապրելու, աշխատելու, գործելու, սովորելու, անընդհատ սովորելու, կլինեն պատասխանատու, ազնիվ, նվիրյալ, կունենան բաց մտածողություն, զերբացատված կլինեն տարատեսակ բացական երևույթների ազդեցություններից։ Կուզենան ապրել առողջ կյանքով, կլինեն սպորտի տեսակետից ամուր եւ իրենց եթե իհարկե բնությունից եկած խնդիրներ չունեն, իրենց կյանքը կվարեն ակտիվ կերպով, անցած շարժվելով, աշխատելով, որպեսզի մնան առողջ։ Հիմա սա կլինի մեր գերնպատակը հանրակրթության։ Դրա տակ արդեն կդրվեն մնացած բաները։ Բնական է, որ եթե դու այդպիսի երիտասարդներ ես ձևավորում, իրենք իհարկե շատ լավ կսովորեն, իրենք շատ լավ նախագծեր կանեն, իրենք կսիրեն իրենց ծնողներին, իրենց համայնքը, իրենց ուսուցիչներին, դպրոց ավարտելուց հետո միշտ պատրաստ կլինեն դպրոցին աջակցել, ասենք հաջորդ սերնդի երեխաներին օգնել կրթության մեջ, տարբեր ձևերով, եթե դու դարձել ես
շատ լավ մասնագետ քո ոլորտի, ապա կգաս երեխեքի հետ նախագծեր կանես, եթե դու դարձել ես հարուստ բիզնեսմեն, ապա դու քո գումարի վաստակած գումարի մի մասը կհանգանակես դպրոցին, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Մենք ունենանք ոչ միայն լավ դպրոցներ, այլ անընդհատ լավագույն շրջանավարտներ տվող դպրոցներ, որոնք այդ լավագույն շրջանավարտները հետո կվերադարձնեն այդ դպրոցին իրենց ձեռքբերումների որոշակի մասը եւ այդ դպրոցին ել ավելի քարստացնեն։ Սա ինչ վերաբերում է նրան, թե ինչ կրթական նպատակ ենք մենք դնում այդ դպրոցների առջև։ Եվ երրորդ բանը, թե մենք այդքան լավ համակարգը ուր ենք զարգացնում, ինչպես ենք ապահովում, որպեսզի այդ դպրոցները չորոշեն, որ իրենք շատ լավն են եւ որևէ տեղ զարգանալու, որևէ բան փոխելու ցանկությունից չզրկվեն։ Առաջին եւ ամենակարևոր նպատակը մենք պետք է դնենք մեր առջև, որ հենց դպրոցներն են պատասխանատու մեր տնտեսական հաջողությունների համար։ Մենք պետք է իրենց անընդհատ հիշեցնենք մեր ուսուցիչներին, մեր տնօրեններին, մեր ծնողներին, մեր աշակերտներին, որ երկրի ապագա զարգացումը, երկրի ապագա կայացումը, այն որ ձեր երեխաները կկարողանան լավ ապրեն, դուք կարողանաք իրենց հետ շրջագայել, խաղաղ կյանքով ապրել, վստահ լինել, որ դուք առողջ կմնաք, որ դուք ունենաք լավ կրթական համակարգ, ունենաք լավ բժշկական ծառայություններ երկրում, ամեն ինչը կլինի լավ։ Դա կախված է, թե այսօր դուք ինչպես եք աշխատում։ Միայն դրանից։ Իսկ քանի որ աշխարհը անդադ փոխվում է եւ քանի որ մրցակցություն է երկրների միջև, տարածաշրջանների միջև, դա նշանակում է, որ չկա վերին սահման, որտեղ կարելի է դադարել, զարգանալ եւ ասել, որ ամեն ինչ շատ լավ է։ Մենք պետք է անընդհատ ցկտենք, որպեսզի ել ավելի լավը լինենք։ Եվ այդ պատասխանատվությունը պետք է լինի տնօրենների մոտ, տնօրեններից փոխանցվի ուսուցիչներին եւ ծնողների մոտ։ Իրենք էլ պետք է այդ պատասխանատվության մի մասը իրենց վրա կրեն։ Սա կլինի երևի այն իդեալական համակարգը, որ մենք կուզենայինք կառուցել։ Ինքնուրույն հզոր դպրոցներ, որոնց ղեկավարները եւ աշխատակիցները հավասար ամբողջապես կրում են պատասխանատվությունը կրթական արդյունքի համար, որտեղ գալիս են երեխաներ, որոնք երանի են տալիս, որ սովորում են այդ դպրոցում։ Ծնողները այդ երեխաների երջանիկ են, որոնց երեխաները սովորում են այդքան լավ կրթական հաստատությունում եւ իրենք էլ ներքուստ անդադ զգում են կարիք, որ համապատասխանեն այն բարձր չափանիշներին, որ սահմանել է դպրոցը։ Մենք կունենանք կրթական համակարգ, որի նպատակները կլինեն հասկանալի, ընկալելի եւ բոլորի համար կարեւոր։ Եվ մենք կունենանք անդադ զարգացման խորը պատճառ։ Դա մեր ապագա սերունդների երջանկությունն է։ Հիմա մի հաստամ ձեզ։ Ինչով է տարբերվում այսօրվա Հայաստանը այդ մեր երազած կրթական համակարգ ունեցող Հայաստանից։ Եվ արդյոք այդ երազանքը իրականալի է։ Եկեք երազենք միասին։